Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Elroom-ը տեղեկատվական ու մոտիվացիոն հարթակ է։ Ամեն անգամ ես կրկնում եմ, որ երկու հիմնական ու կարևոր խնդիր ունենք լուծելու on-line դաշտում։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, շատ հաճախ մենք ավելի ենք կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալ, իր ասպարեզի պրոֆեսիոնալ, որը նաև իր տեսակով մոտիվացնող է։ Գիտեք, որ կանանց միամսյակի ընթացքում մենք փորձում ենք ներկայացնել շատ տարբեր ասպարեզների, բայց հետաքրքիր ու իրենց տեսակով, մասնագիտությամբ, իրենց անհնարինը հնարավոր դարձնելու կարողությամբ տարբերվող կանանց։ Այսօր մենք շատ հետաքրքիր հանդիպում ունենք, ես ինչու եմ շտապում անմիջապես սկսել զրույցը, որովհետև երկու առումով շատ կարևոր նորություն ունենք։ Նախ եւ առաջ, այնքան տեղեկատվություն, որ դուք կկարողանաք ստանալ այսօրվա մեր զրույցից, կարծում եմ քիչ ասպարեզներում է, որ մենք այդ հնարավորությունն ունենք այսքան տեղեկատվություն հաղորդել։ Երկրորդը, որը շատ կարևոր է, գիտեք, լինում են դեպքեր, երբ մարդը իր ասպարեզում շատ պրոֆեսիոնալ է, բայց քանի որ իր տեսակով մոտիվացնող, ոգևորող չի, այս դեպքում առաջանում է երկրորդ խնդիրը։ Տպավորությունն է, որ անհնարինների շարքը շատ է։ Այսօր այս տպավորությունները բոլոր վերանալու են։ Եթե դուք ունեք մեծ կամ փոքր նախաձեռնություն, երազանք, բիզնես, որն ուզում եք արագ թափով զարգացնել, հետաքրքիր մի գաղափար, իսկ հիմա, քանի որ թվային, աշխարհը թվային է, ինչպես ասում են, եւ իրադարձությունները տեղի են ունենում ավելի շատ on-line հարթակում, հա, այս տիրույթում, ուրեմն հենց հիմա վստահ կարող եք իմանալ ամեն ինչ հնարավոր է, իսկ թե ինչպես, արդեն մի քանի րոպեից մեր զրույցի ընթացքում։ Elroom-ի տեսագրությունը Իջևան քաղաքում կատարում ենք Կենաց հաց ամբողջահատիկի ակադեմիայի ռեստորանում։ Հրաշալի վայր, հրաշալի ժամանակ անցկացնելու համար։ Հասցնու հեռախոսահամարը դուք տեսնում եք։ Այսօր մենք մեր հայրենիքի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում ենք Իջևանում եւ այս պահին ես ուզում եմ մեծ սիրով նաեւ ձեր անունից Elroom-ում ողջունել LT Coding ընկերության հիմնադիր տնօրեն, ընկերությունը վեբ եւ մոբայլ ծրագրավորման մասնագիտացված ընկերություն է, հիմնադիր տնօրեն Լիանա Ծատուրյանին։ Լիանա, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Ես եմ շնորհակալ այս հրավերի համար, այս հնարավորության ներկայանալու ձեր Elroom հարթակում։ Լիանա, փաստորեն ես ուզում եի ասել ձեր հայրենի Իջևանում, հետո ես իմացա, որ դուք ծնունդով Իջևանից չեք, բայց իջևանցիները այստեղ ձեզ շատ իրենցն են համարում։ Դե բնականաբար, որովհետև նախ իմ կյանքից ավելի շատ տարիներ անցել են Իջևանում, քան Վանաձորում, այսինքն ծնվել մեծացել եմ Վանաձորում ու 16 տարեկանից գտնվում եմ Իջևանում։ Բացի դա, իմ գործունեությունը ես ծավալում եմ Իջևանում։ Եվ բնականաբար այն հրաշալի ուղղությունը, հետաքրքիր նորարարական, որով դուք ստեղծագործում եք, այս ասպարեզում շատ ավելի մեծ թիվը շահառուների, հա, նաև հենց Իջևանից է։ Բնականաբար, այո։ Չնայած LT Coding ընկերության դեպքում այստեղ այդ սահմանները չկան այս հարթակում, չէ՞, ինչ որ առումով։ Հա, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպքում սահմաններ չկան։ Մենք ունենք գործընկերներ, շատ լավ գործընկերներ արդեն արտասահմանում, Ամերիկայում, Իսրայելում, որոնց հետ երկար տարիներ արդեն համագործակցում ենք մեծ հաճույքով, բայց ինչու՞ չէ նաև մեզ այս ասպարեզում ճանաչում են Իջևանում։ Երևանից ունենք հաճախորդներ, մեր շատ սիրելի հաճախորդները, եւ այո, Իջևանում մեզ ճանաչում են որպես վեբ եւ մոբայլ ծրագրավորում իրականացնող ծառայություններ մատուցող ընկերություն։ Լիանա, դուք ըստ էության Իջևանում, այսինքն սովորել եք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում եւ ինձ շատ հետաքրքիր է, որ դուք ֆիզիկոս եք մասնագիտությամբ։ Սա ասում են մտածողության հետաքրքիր ու տարբերվող ինչ որ բան է ձևավորում եւ հատկապես կնոջ մտածելակերպի համար շատ հետաքրքիր է միշտ անակնկալներով լեցուն եւ միշտ հնարավոր ռացիոնալ տարբերակը գտնող։ Դպրոցական տարիներից եմ սիրել ֆիզիկան, իմ սիրած առարկան է եղել ու հենց այդ մասնագիտությունն եմ ընտրել սկզբից։ Դե քանի որ ֆիզիկան բնության մասին գիտություն է, իսկ կինը բնության արարողն է, այդպես է, ոչ ոք չի կարող ժխտել, այնպես որ այս ամեն ինչի համադրությունը
Ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Այո։ Չնայած ձեր մասնագիտությամբ դուք չեք աշխատել, բայց դրանից հետո ամբողջ այս տարիների ընթացքում ընտանիք եք կազմել փաստորեն հենց Իջևան քաղաքում, այս մասին մի քիչ ավելի ուշ կխոսենք, երկու հրաշք տղաների մայրը նաև Լիանան, Աստված պահի։ Լիանա, բայց փաստորեն ամբողջ այս ընթացքում դուք տարբեր մասնագիտություններ, այսինքն ձերն եք դարձրել։ Այդ բոլոր մասնագիտությունները իրանք փոխկապակցված են իրար հետ ու ինձ համար մեկը մյուսի շարունակություն է հանդիսացել։ Այսինքն սկզբից ֆիզիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչ մասնագիտությունը, որը ձեռք բերեցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, այնուհետև հաշվապահություն, գնումների համակարգողի լիցենզավորման քննության մասնակցեցի ու ձեռք բերեցի լիցենզիան, աշխատել եմ այդ գծով։ Փնտրտուքներս ավարտվեց ծրագրավորումով, շատ սիրեցի ու շատ կարևոր է իմ համար, որ ես սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ։ Բայց ինչպես որոշեցիք, Լիանա, ինչպես եղավ այդ ամենասկիզբը, ինչպես ձեզ հետաքրքրեց այս ասպարեզը։ Ամենասկիզբը հետաքրքրեց այսպես, ուղղակի ինչ-որ զբաղվածություն չունեի ու հետաքրքրում էր, թե ինչպես են կառուցվում այդ կայքերը, վեբ կայքերը, հենց վեբից եմ սկսել ու այսպես ժպիտով եմ հիշում իմ առաջին վեբ կայքը, որը ինքնուրույն հավաքել էի, շատ ծիծաղելի է ինքը ինձ համար, բայց շատ ոգևորված էի, երբ որ առաջին տեքստը ու նկարը կարողացա վեբ էջում տեղադրել, այդ շատ մեծ ոգևորություն էր ինձ համար։ Ու ինձ թվում էր, թե ես արդեն ամեն ինչ գիտեմ ու ես կարող եմ վեբ կայք պատրաստել, բայց դա հետո պարզվեց, որ ոչինչ չգիտեմ, դեռ լիքը սովորելու բան ունեմ։ Մինչև հիմա էլ սովորում եմ, այս այն մասնագիտությունն է, որ պիտի դուք ինքնուրույն եք սովորել փաստորեն։ Կարծում եմ, մեր դարաշրջանում ինքնուրույն ինչ-որ բան սովորելը խնդիր չի, որովհետև վեբ տիրույթում ցանկացած մասնագիտության այսպես դասեր բազմաթիվ են ու եթե ցանկանում ես ինչ-որ բան սովորել կարող ես ու պատրաստ ես ինքնակրթման։ Երկար ժամանակ տևեց իրականում սովորելը, ես մինչև այսօր ինչպես նշեցի սովորում եմ, որովհետև տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, իսկ եթե քո մասնագիտությունում դու աշխատում ես հին տեխնոլոգիաներում, ուրեմն դու արդեն պահանջված մասնագետ չես, անընդհատ պիտի կարողանաս նորացնել այն տեխնոլոգիաները, որով աշխատում ես։ Այսինքն այդ ինքնակրթվելու process-ը անընդհատ պիտի լինի։ Անընդհատ պիտի լինի, բայց ես հասկացա, որ սա ձեր սիրելի process-ն է անկախ զբաղվածությունից։ Այո, շատ մեծ սիրով եմ զբաղվում ու եթե ազատ ժամանակ ունեմ, անպայման հենց սրանով եմ զբաղվելու, հենց դրանով եմ լցնում իմ ժամանակը։ Շատ լավ, Լիանա, փաստորեն 2014-ից արդեն դուք աշխատել եք, համահիմնադիր որպես, հա, Vector ընկերությունում, հետո Նշեմ, որ Vector-ը Իջևանում առաջին տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունն էր, այս ոլորտի առաջին ընկերությունն էր ու բավականին բարդ էր, մանավանդ որ չգիտեն, ոչ ոք չգիտի ինչա ծրագրավորումը, ինչ ենք մենք անում։ Հիմնականում ունենք 2014 թվին բնականաբար էր ժամանակ ավելի։ Ժամանակ, հա, ընկերությունը նոր էր, բարդ էր, կադրերի խնդիր շատ լուրջ ունեինք, մինչև հիմա էլ կա կադրերի խնդիր, չնայած ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը արդեն մեզ օգնում է այդ հարցում ու ես էլ նաև աշխատելով մասնաճյուղում որպես ծրագրավորման դասախոս։ Աստորեն 2018-ից նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վեբ ծրագրավորում եք հենց դասավանդում։ Ու դա ինձ օգնում է նրանով, որ ես կապ ունեմ միշտ ուսանողների հետ, ասեմ, որ հիանալի, օժտված ու շատ այսպես խելացի ուսանողներ ունենք, բավականին շատ ունենք, որոնց մեծ սիրով պատրաստում ենք այս մասնագիտությունում։ Այո։ Ու շատ ոգևորվում եմ նրանով, որ մեր ուսանողները կարող են ավարտելուց հետո տեղում աշխատել, ոչ թե մտածել գնալ մայրավ քաղաք։ Այո, սա շատ կարևոր է։ Բայց այստեղ սա նոր է, չէ՞, ես որքան գիտեմ, վերջին շրջանում է ավելի վեբ ծրագրավորումը դասավանդվում նաև, եւ ուսանողները հետաքրքիր է, այո, նշում եք ինքնակրթությունը, բայց ձեր ուսանողները նշում են, որ այն բացահայտումները, որ անում են ձեր շնորհիվ, շատ երկար պիտի տևեր, եթե իրենք ինքնուրույն փորձեին այդ մասնագիտական այդ կետին հասնեին։ Բնականաբար ինձ համար էլ շատ բարդ էր, երբ ես սկսում էի, այսինքն երբ չկա ինչ-որ մեկը, երբ ինչ-որ պատի ես դեմ առել ու հարցնես, թե ոնց էս պատը շրջանցեմ, այդ շատ լուրջ խնդիր է ու պիտի ինքնուրույն շրջանցես, հաստատ դա ավելի շատ երկար ժամանակ է պահանջում, քան եթե կա մեկը, որը կարա օգնի շրջանցել այդ պատը։
ես մեծ սիրով եմ դա անում ու հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, այն որ ինձ մոտ տևել է 10 տարի, այսպես, մինչև աշխատելը 14-15 տարի, այդ ինքնակրթվելու շրջանը, հիմա ինչու՞ չէ ուսանողները 4 տարում կարողանում են ձեռք բերել այդ գիտելիքները ու կիրառել։ Լիանա, պիտի խնդրեմ այսպես մասնագիտական ուղղությանը մի քիչ անդրադառնանք, հա, գործունեությունը փաստորեն հիմնականում կայքեր, վեբ համակարգ, գիտեմ, որ on-line հարթակում ցանկացած բիզնեսի տեսակ, ովքեր կարող են հիմնականում դիմել, որ ուղղություններն են այսօր ավելի պահանջված։ Ներկայիս իրականությունը պահանջում է ուղղակի, որ ցանկացած բիզնես, դա լինի փոքր բիզնես թե մեծ, ներկայացված լինի on-line հարթակում, այսինքն ներկայացված լինի գոնե սոցիալական հարթակներում, իսկ շատ ավելի ինքը կճանաչվի բիզնեսը ու կտարածվի, եթե ունենա վեբ կայք։ Այսինքն առաջին հերթին հենց on-line տիրույթում վեբ կայքի միջոցով ներկայանալու համար ցանկացած բիզնես կարող է դիմել, մենք մեծ սիրով կպատրաստենք իրենց պահանջներին, իրենց բիզնեսի այսպես թիրախային լսարանին համապատասխան ինֆորմացիոն վեբ կայք։ Բացի դրանից մենք իրականացնում ենք ցանկացած, այսպես ասեմ, աշխատանքային գործառնության ավտոմատացման process։ Դա կարող է լինել կադրերի վարման process-ը, կարող է լինել հաշվապահական process-ները, որ հիմա կատարվում են թղթերի միջոցով, այդ թղթերը ավտոմատացնել, on-line տիրույթում ունենալ, բնականաբար սահմանափակ հասանելիությամբ։ Եթե ինֆորմացիոն կայքերը իրանք հասանելի են բոլորին, այսպիսի համակարգերը ավելի նեղ շրջանակին ու քիչ հասանելիությամբ կոնկրետ տվյալ կազմակերպության աշխատակիցների համար հասանելի։ Նշեմ, կարող են նաև այսպես on-line պահեստներ ունենալ։ Հա, դուք նշեցիք այստեղ էլեկտրոնային պահեստ, ես անկեղծ պիտի ասեմ, չհասկացա սա ինչ է։ Ինչ է նշանակում էլեկտրոնային պահեստ։ Էլեկտրոնային պահեստների միջոցով հնարավոր է խանութների եւ պահեստների վերաբերյալ ինֆորմացիան, այսինքն ապրանքատեսականիների, քանակների, գումարների հաշվառումը կատարել էլի on-line համակարգի միջոցով։ Հա, այսինքն որպեսզի հասկանան, հա, որպեսզի հասկանան տվյալ կազմակերպության ղեկավարը, հաշվապահները, այսինքն ովքեր որ իրավասու են հետևել պահեստի մուտքերին, ելքերին, մնացորդներին, ինչի՞ չէ, մնացորդների, անբավարար մնացորդների դեպքում նույնիսկ համակարգը կարող է այսպես էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկություն ուղարկել էլի կազմակերպության իրավասու անձանց, որ պիտի պահեստը համալրվի ու այսինքն համալիր այսպիսի ծառայություն, որը թույլ կտա իրական ժամանակում վերահսկել պահեստում ապրանքների տեղաշարժը։ Այսինքն սկսած փոքր բիզնեսից մինչև ցանկացած բարդ գործառնություններ իրականացնող բիզնես հնարավոր է ավտոմատացնել ու ավելի հեշտացնել բոլոր աշխատակիցների աշխատանքը։ Լիանա, այ որն է առանձնահատկությունը, ինչով է տարբերվում LT Coding ընկերությունը, հա? Այստեղ ես գիտեմ, որ ձեր նկատմամբ վստահությունը իրականում շատ մեծ է։ Չեմ ուզում անհամեստ երևալ, բայց ասեմ, որ թիմը այժմ կազմված է պրոֆեսիոնալներից։ Պրոֆեսիոնալները որպես այդպիսին մենք չենք ունենում ի սկզբանե, մենք ինքներս ենք պատրաստում, այսինքն սկսնակ մասնագետը կամ ուսանողը, որը ավարտում է համալսարանը կամ նույնիսկ մինչև ավարտելը, արդեն անցնում է մեզ մոտ պրակտիկայի փուլ, անընդհատ մեզ հետ կապի մեջ ու հղկվում, ձևավորվում է այդ պրոֆեսիոնալիզմը հենց թիմի միջոցով։ Ունենք հիանալի թիմ, շատ պատրաստական թիմ, ու թիմում բոլորը պատրաստ են կրթել իրենց շրջապատում գտնվող մնացած անդամներին։ Այսինքն այս միջավայրը, որ մենք կարողացել ենք ունենալ LT Coding-ում, հենց այս միջավայրն է այդ գրավականը, որ ունենք ճանաչում, ունենք վստահություն, թե հաճախորդների կողմից, թե ինչու՞ չէ, նաև ուսանողների, որոնցով լի է մեր գրասենյակը օրվա ցանկացած ժամի։ Դասընթացներ ունեք, հա, ծրագրավորման, հա, բազային ինչ դասընթացներ կան։ Դասընթացները հիմնականում բազային դասընթացներ են, այսինքն տալիս ենք նախնական գիտելիքներ,
Նախնական գիտելիքներից հետո արդեն ընտրում ենք իրենց ցանկությամբ իհարկե, ովքեր ավարտում են, նաև լավագույններին մենք տալիս ենք հնարավորություն անցնել մեզ մոտ պրակտիկայի փուլ։ Պրակտիկայի փուլը իր մեջ ներառում է արդեն փոքրիկ պրոյեկտների շրջանակում մեր թիմի անդամների հետ փոխգործակցության միջոցով փորձի ձեռքբերում։ Ու դրանից հետո արդեն էլի լավագույններին ընտրում ենք թիմը համալրելու համար։ Փաստորեն սրանք բոլորը տարբեր ուղղություններ են, բավական մեծ է թիմը, ես հասկացա։ Դե այո։ Այս բոլոր ուղղություններով առանձին պատրաստում եք, այսինքն եւ պրոֆեսիոնալ հենց աշխատում են։ Նշեմ նաեւ, որ մոբայլ ծրագրավորման այսպես բաժինը նոր ենք բացել, այս նոր ուղղություն է մեր կազմակերպության գործունեության մեջ ու մոբայլ ծրագրավորման ուղղությունը բացեցինք մեր Իսրայելի գործընկերոջ շնորհիվ, որը մեծ հաճույքով ստանձնեց մեր աշխատակիցների այսպես վերապատրաստման process-ը։ Ինչ ասել է մոբայլ ծրագրավորումը։ Մոբայլ ծրագրավորումը այն ծրագրերի ստեղծումն է, որոնք մենք օգտագործում ենք հեռախոսների մեջ, այո, ներբեռնում ենք, տեղադրում, այդ նմանատիպ հավելվածների ստեղծումը։ Ու արդեն ձևավորված ունենք մոբայլ ծրագրավորման այսպես փոքրիկ խումբ, որը կապահովի նաև կազմակերպության այդ ուղղությունը, ծրագրավորման այդ ուղղությամբ։ Ում է սա ավելի անհրաժեշտ լիանա, ում անհրաժեշտ կլինի։ Էլի հիմնականում նաև on-line խանութներին, որոնք բացի վեբկայքից նաև մոբայլ հավելվածների միջոցով կարող են ներկայացնել իրենց ապրանքատեսականին։ Որևէ խանութ ներողություն եմ խնդրում, այսինքն խանութը, որտեղից ավելի հաճախ գնումներ են կատարում, կարող է ինքը ունենալ իր մոբայլ հավելվածը, այն լինի, ասենք, իմ հեռախոսի մեջ եւ նորույթների կամ ցանկացած պահի ես կարող եմ ուղղակի տեսնել հա տեսականին գնումներ կատարել եւ այլն։ Բացի դա հավելվածի միջոցով հնարավոր է ստանալ նորույթ տեղեկատվություն զեղչերի վերաբերյալ, այսպես նույնիսկ անհատական, եթե որևէ հաճախորդի տվյալ խանութը կազմակերպությունը ցանկանում է զեղչեր կատարել, շատ լայն սպեկտր կարող է իր մեջ ներառել մոբայլ հավելվածը։ Իսկ հիմա պահանջված է օգտվում են ցանկացած բիզնես, երբ իր վեբ տարբերակը ստեղծում ենք, նաև մոբայլ տարբերակի կարիք է լինում։ Օրինակ ունենք հիմա համակարգ, որը թույլ է տալիս այսպես հեռախոսների ու սարքավորումների ու նրանց մասերի վաճառք, նաև խափանված սարքավորումների վերանորոգման հնարավորությամբ այդ հարթակում տարբեր խանութներ տեղից չի պատվիրատուն, ասեմ Իսրայելից է, իր վեբ տարբերակը արդեն ունենք, որ այդ հավելվածի միջոցով կարողանում են տեխնիկա վաճառող եւ վերանորոգող այսպես կազմակերպությունները գրանցվել ու դրա միջոցով հաշվառել իրենց մուտքեր, ելքեր, պահեստ, նաեւ թե ինչ սարքավորումներ են, որ հաճախորդից վերցրել, ինչ ժամկետներում է այդ պատրաստ եղել, ինչ խափանում է եղել, ինչ մասեր է իր մեջ օգտագործվել։ Այսինքն յուրաքանչյուր, այսօր կարելի է ասել Լիանա, որ բիզնես յուրաքանչյուր ոլորտ ըստ էության նաև հեղինակության հարց է, եթե ունի օրինակ արդեն կայք ունի եւ հավելված, այսինքն այս հարթակում, հա, թվայնացման այս դարում, եթե ինքը աշխատում է, Այո, ուրեմն գոյություն ունի։ Հա, եթե ինքը ներկայացած է on-line հարթակում, ինքը ավելի վստահելի է։ Այո։ Բացի նա, որ ավելի վստահելի է, նաև այդ բիզնեսին հեշտ է գտնել, օգտվել նրանց ծառայություններից, որովհետև հիմա մարդիկ ավելի շատ փնտրում են ինչ-որ ծառայություն կամ ապրանք on-line տիրույթում, քան off-line, այսպես հարթակներում։ Վաղուց արդեն այդ ժամանակներն անցել են, դժվար է լինում գնալ, այսպես նայել։ Սա արդեն կարելի ասել, որ ավելի տարածվել է, հա, ոչ միայն, այսինքն Իջևանում, մարզում։ Այսօր մենք ի տարբերություն 14-15 թվականների, երբ մարզում, Իջևանում մարդիկ չգիտեին մեր գործունեությունը ինչի համար է ու ում է պետք դա, այսօր Իջևանում էլ գիտեն, մենք ունենք մենք պատրաստել ենք կայք Իջևանում այսպես on-line խանութ։ Շուտով հնարավոր է իրանց մոբայլ տարբերակն էլ լինի, պատրաստել ենք ինֆորմացիոն կայքեր տարբեր հասարակական կազմակերպությունների համար, որոնք գործում են Իջևանում, պատրաստել ենք կայք անշարժ գույքի գործակալության համար, որը անշարժ գույքի վաճառքով վարձակալությամբ է զբաղվում հենց Տավուշի մարզում։ Այսինքն մենք հասել ենք նրան, որ Իջևանում ու Տավուշում մարդիկ
զգում են դրա կարիքը ու օգտվում են մեր ծառայություններից։ Իսկ Լիանա, այն նշում եմ, որ ձեր հեղինակած, այս կայքերը, ձեր պատրաստած կայքերը նաև շատ ավելի հեշտ են օգտագործման մեջ, որովհետև եթե շատ բարդ երկար գործողությունները սա էլ է գործողության համար այդքան հարմար չի եւ հատկապես մարզային տարածքներում սա, որովհետև եթե մեծ քաղաքներում դժվար է խանութ հասնելը, ժամանակի իմաստով, փոքր տարածքներում, այսինքն պիտի այդ հավելված այնքան հարմար լինի, որ կարիք չլինի այդ կարճ ճանապարհը կտրել նաև։ Այո, մենք հասել ենք դրան ու դա մեր հիմնական կոնցեպտների մեջ է մտնում։ Մեր UI UX դիզայների շնորհիվ, իդեպ մեր UI UX դիզայները կին է։ Ու այո, մեր հիմնական կոնցեպտը նա է, որ մեր պատրաստած պրոդուկտները, մեր պատրաստած ծրագրերը պիտի մաքսիմալ հեշտ լինի օգտագործել, այսինքն օգտատերը ինտուիտիվ կարողանա օգտվել տվյալ հավելվածից առանց մտածելու, թե ինչի համար։ Ասացիք Լիանա, ինտուիտիվ պիտի կարողանա օգտվել։ Առանց մտածելու պիտի կարողանա իր ցանկացած գործողությունը կատարել։ Այսինքն ժամանակ չծախսի, որ մտածի այսինչ գործողություն անելու համար ես ինչին պիտի սեղմեմ։ Դա է գրավականը, որ մեր պատրաստած ծրագրերը այսպեսի պահանջարկ ունեն։ Այո, իսկապես ունեն պահանջարկ եւ նաեւ թվային մարքեթինգով էլ փաստորեն զբաղվում եք, այսինքն սա էլ մի առանձին ուղղություն է, հա։ Այո, թվային մարքեթինգը էլի մոբայլ ծրագրավորման նման նոր ուղղություն է։ Դա իր մեջ ներառում է սոցիալական հարթակներում ներկայացնելը բիզնեսի, այսինքն բացի կայք ունենալը հնարավորություն կա նաև սոցիալական հարթակներում բիզնեսը ներկայացնելու, ճիշտ ներկայացնելու իդեպ, ճիշտ թիրախային լսարանի ներկայացնելու, որը կատարվում է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, եւ նաև գովազդների ճիշտ կառավարումը սոցիալական տիրույթում, թվային տիրույթում։ Այս բաժինը եւս նոր բացված բաժին է ու հաջողությամբ մենք ավելացնում ենք մեր ծառայությունների փաթեթին։ Հրաշալի է։ Անվանումը ինչ է նշանակում LT coding, Լիաննա։ LT coding անվանումը շատ երկար եմ մտածել, ճիշտն ասեմ, բայց որոշեցինք այսպես ինքը պարզ կառուցվածք ունենա, coding-ը կոդավորում բառից է։ Ծրագրավորման մեջ իհարկե մենք կոդավորմամբ ենք զբաղվում եւ LT տառերը իմ եւ ամուսնուս անունների առաջին տառերն են։ Մենք այսպես շատ բարդ մտածում էինք ինչ որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, բայց ոչ, ավելի բարդ։ Ոչ մի կապ չունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ։ Լիանա, համաձայն ես, որ այդ քիչ առաջ նախնական զրույցի ժամանակ էլ ասացի, որ ասում են, որ կանայք կարողանում են իրականում եւ հարմարավետությունը գնահատել եւ միևնույն ժամանակ այն կայքերը, որտեղ որ հաճելի է երկար ժամանակ անցկացնել, այսինքն դրանք էս չեն ձանձրացնում, որպես կանոն դրանք հենց կանանց կողմից են ստեղծված։ Այո, ես գտնում եմ, ու դա միայն իմ կարծիքը չէ, որ կանայք ունեն ավելի օպտիմալ լուծումներ գտնելու այսպես ունակություն, քան տղամարդիկ, նաև ավելի կրեատիվ են, ավելի լավ են զգում դիմացինի կարիքները, տվյալ դեպքում նաև հաճախորդի ու օգտվողի կարիքները, ու դա է պատճառը, որ կարողանում ենք հասնել այդպիսի արդյունքների։ Մտածողության ձևը տարբեր է, չէ՞, ամեն դեպքում։ Բացի դա, կանայք կարողանում են միաժամանակ մի քանի ուղղությամբ մտածել, սա էլ է կանանց յուրահատկություններից։ Այս սա միանգամից մի քանի ուղղությամբ մտածելը տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ սա ազդում է, օգնում է, այդ տարբերակումը կա թե չէ։ Իրականում ստատիստիկան ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի շատ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, գուցե նրանց վերլուծական մտածելակերպը շատ ավելի լավն է, քան կանանցը, չեմ շղթի, իրոք ավելի շատ են տղամարդիկ, մեզ մոտ էլ թիմում տղաներն ավելի շատ են, քան աղջիկները, բայց կանայք եթե տվյալ մասնագիտությունը այն որ մի անգամ ըմբռնեցին, մտան դրա մեջ, արդեն դա իրենցն է ու անժխտելի ավելի մեծ արդյունքների կարող են հասնել, քան տղամարդիկ։ Լիանա, ձեր տեսակով դուք սիրում եք չհանձնվել, փորձել, ձեզ վրա աշխատել ու հասնել արդյունքի։ Ահա, այո։
Ինձ համար մտածում եմ, որ հաջողություն բառը գոյություն չունի։ Այդ հաջողություն ասվածը դրա տակ թաքնված են տքնաջան աշխատանք, նպատակասլացություն, որը բերում է արդյունքի։ Ու չեմ ժխտի, որ շատ մեծ է ընտանիքիս դերը։ Այդ հարցում, այսինքն եթե ես ինչ-որ նպատակ դնում եմ, այդ շատ կարևոր է, որ ընտանիքս օժանդակում է այդ նպատակին հասնելուն։ Երեխաների մասին խոսեցինք, հիմա 11 ու 14 տարեկան են, բայց այս բոլոր տարիներին գաղտնիք չի, որ այս ասպարեզը սովորելը, խորանալ, անընդհատ նոր ինչ-որ բաներ ստեղծել, սա շատ ժամանակատար է։ Երեխաների խնամքի հետ դժվար է համատեղելը։ Այս ընթացքում հենց ընտանիքս է օգնել, որ երեխաների խնամքի հարցում, մնացած գաղափարների իրականացման հարցում հրաշալի է։ Դե այս դեպքում, ինչպես ասում են, թևեր է տալիս, հա, հենարանի զգացողությունը եւ այլն շատ կարեւոր է։ Կնոջ համար իրականում կարեւոր է մյուս կողմից շատ հաճախ կարող է այդ հենարանն էլ լինել, բայց կինը պատրաստ չլինել թռիչքի, չէ՞։ Այսինքն դա էլ է փոխադարձ պիտի լինի։ Հա, դե բնականաբար այդ ձգտումը պիտի լինի, այդ նպատակները պիտի լինեն ու դու պատրաստ լինես այդ նպատակներին հասնելու համար քայլեր անելու, ոչ ոք քո փոխարեն այդ քայլերը չի անելու։ Ինչքան կարևոր է կնոջ համար հասկանալ, որ քո փոխարեն ոչ ոք այդ քայլերը չի անելու։ Բնականաբար։ Ու բացի դա, նաև ինչու կանայք ավելի քիչ են այս ոլորտում, գտնում եմ դրա պատճառներից է նաև հենց դա, որ ընտանիք երեխաներ այդ ամեն ինչը ժամանակ է պահանջում ու բոլորը համատեղել ու արդյունքների հասնել այս ժամանակատար մասնագիտությունում իրա վրա իրոք պիտի շատ ժամանակ ծախսես դա բավականին բարդ է ու ոչ միշտ է ստացվում դա էլ է պատճառը որ տղամարդիկ ավելի շատ են այս ոլորտում մենք գտանք պատճառը թե որն է պատճառը որ տղամարդիկ հիմնական պատճառը դա է Լիանա ինչ վերաբերում է ազատ ժամանակին կամ հետաքրքրություններին նախասիրություններին ազատ ժամանակ վերջին 10 տարիների ընթացքում գրեթե չեմ ունեցել ու նույնիսկ չեմ պատկերացնում եթե ունենամ այդ ազատ ժամանակը ինչպես կպլանավորեմ ինձ թվում է ես հանգստանալ ազատ ժամանակ պլանավորել չգիտեմ բայց շատ սիրում եմ բնության գրկում լինել այսինքն լիցքավորվում եք հենց բնությունից հա բախտի բերմամբ մենք հենց բնության մեջ ենք ապրում այդ բավականին օգնում է ու ազատ ժամանակս նաև երեխաներիս հետ անցկացնելուն կնվիրեմ ու նվիրում եմ հնարավորինս։ Միամսյակի ընթացքում մենք միշտ սիրում ենք խոսքեր լսել, հա, կամ ասել, բայց ի վերջո որպես կանոն այսպիսի կարևոր ինչ-որ օրերը նոր ծրագրեր կազմելու, նոր կետից ինչ-որ բաներ սկսելու համար է, գիտեք կանայք այդպես ավելի։ Երևի այդպիսի մի հավելված է պետք պատրաստել Լիաննա, ես կարծում եմ, այ հենց նոր այդ միտքը ծագել։ Ասեմ, որ կանանց համար հավելված այսպես ծրագիր ունենք, արդեն մեր ընկերության պրոդուկտը, ոչ թե ինչ-որ պատվիրատուի համար, վաղուց արդեն հասունացել է պահը, որ մեր ընկերությունը իր պրոդուկտները պիտի ունենա, ոչ միայն պատվիրատուների համար, մենք այդ ամեն ինչը, այդ լավ հնարավորությունները ստեղծենք, մեզ համար էլ ստեղծենք, պրոդուկտների գաղափարները կան ու դրանցից մեկը հենց կանանց համար է։ Տեսակ, ես ուղղակի շատ փակագծեր չեմ ուզում բացել, քանի դեռ պատրաստ չի։ Հրաշալի է։ Հուսով եմ մենք շատ շուտով կսպասենք, որովհետև իրականում դրա կարիքը շատ կա եւ կարծում եմ, որ այդ ոգևորելու նաև այստեղ ինձ թվում է պրոդուկտը ես չգիտեմ ինչի մասին է, բայց շուտով վստահ եմ, որ մենք կիմանանք։ Լիանա Իսկ այ կանանց ովքեր ուզում են ինչ-որ նոր բան սկսել, ինչ-որ բան են մտածում, բայց կարծես այդ առաջին քայլն անելու համարձակությունը կամ այդ որոշումը չեն կարողանում, հա, այսպես ձևակերպել, ինչ խորհուրդ կտաք։ Ամեն դեպքում, եթե անգամ կա մտավախություն, որ ինչ-որ բան չի ստացվի, եթե չես փորձում, միշտ կմտածես, որ եթե փորձեի, գուցեև կստացվեր, այսինքն ամեն դեպքում պիտի փորձել։ Եթե չստացվի, դա էլի ինչ-որ բան է, այսինքն դու արել ես ինչ-որ քայլ ու կամ ստացվել է կամ չէ, բայց ես ավելի հավանական եմ գտնում, որ կստացվի։ Չի կարող չստացվի, եթե դու դա ուզում ես, իրոք ուզում ես ու քայլանում ես, կստացվի։ Շնորհակալ եմ շատ Լիաննա, ինձ շատ հաճելի էր իրականում։ Գիտեք, միշտ տպավորություն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների հա ծրագրավորման այս ոլորտում շատ ռացիոնալ, շատ հետաքրքիր, շատ այսպես հնարավորություններ ստեղծող գործունեությամբ են զբաղվում, բայց հոգեբանական առումով այ մոտիվացնող իրենց տեսակով այսպիսի մասնագետներ գտնելը
իրականում քիչ է, դժվար է ավելի լինում, քիչ են այսպիսի մասնագետները։ Ես շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա հանդիպել ձեզ ու շատ ուրախ եմ, որ իմ սիրելի քաղաքում Իջևանում նաև այս հնարավորությունը կա, որ այսպիսի խիստ մասնագիտացված ու պրոֆեսիոնալ թիմով ընկերություն, որը նաև այսքան հիմնադիր տնօրենը նաև այսքան իր տեսակով մոտիվացնող է։ Ես ուզում եմ մեծ ծրագրեր ունենաք միշտ եւ միշտ այսպես հաճելի ժպիտով, առանց հոգնածության, բայց շատ զբաղվածությամբ, Լիանա, եւ անհամբեր սպասում եմ ձեր product-ին, հենց LT Coding-ի իր պատրաստած եւ իր համար պատրաստած product-ին, այսինքն կանանց համար իր կողմից, այսպես։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ անչափ հաճելի զրույցի համար։ Ձեր էր շատ հաճելի իրականում։ Սիրելի հետևորդներ, մեր ժամանակներում ինչ-որ բան մտածելու, երազելու, ծրագրելու, ձևակերպելու համար առաջին ու կարևոր քայլը հենց թվային աշխարհում այն ճիշտ ներկայացնելն է։ Սա ոչ միայն հեղինակության, ոչ միայն տարածվելու առումով է շատ կարևոր, այլև ըստ էության կայացման։ Ամեն ինչ մեր ժամանակներում կարելի ասել սկսվում է այս կետից։ Այնպես որ այսօր մեր զրույցի ընթացքում ձեզ կարծում եմ, որ ոչ միայն շատ տեղեկատվություն տվեցինք, այլև հրաշալի հնարավորություն ոգևորող, մոտիվացնող պրոֆեսիոնալ, ում կարելի է դիմել, եթե այս ասպարեզում խնդիր ունեք, այսինքն ինչ-որ բան եք ծրագրում, այս ընկերությանը կարող եք դիմել եւ այստեղ պարզավոր տարածքային ընկերությունը Իջևան քաղաքում է, բայց տարածքը այստեղ նշանակություն չունի այդ բաժանումները եւ երկրորդ հրաշալի կնոջ, ով ինչ որ մի օր որոշեց, որ ինքնակրթությամբ կարելի է նվաճել այս աշխարհը։ L-Room-ում LT Coding ընկերության հիմնադիր տնօրեն, վեբ եւ մոբայլ ծրագրավորման մասնագիտացված ընկերություն է Լիանա Ծատուրյանն էր։ Ես այս պահին ձեզ հրաժեշտ եմ տալիս, ուզում եմ, որ միշտ երազեք, երազանքներին վերջնաժամկետ տնեք, դարձրեք նպատակներ եւ դրանք կկատարվեն։ Շնորհակալ եմ, որ հետեւում եք մեզ։